Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ հետևելու համար, շնորհակալ եմ բաժանորդագրվելու համար, հուսով եմ արդեն բաժանորդագրված եք։ Շնորհակալ եմ բոլորին իրենց աջակցության համար, մեր ալիքին, եթե պատրաստակամություն կա, խնդրեմ ներքևում կարող եք գտնել բոլոր հնարավոր ձևերը փոխանցումների համար։ Եվ չենք մոռանում անպայման տարածել, որովհետև այսօրվա հաղորդումը ինչ-որ տեղ նույնիսկ ունիկալ է լինել։ Վստահ եմ, դուք չեք սպասում այն ինֆորմացիան, որ ես ձեզ հիմա կներկայացնեմ։ Եվ այսպիսի մի տեքստ եմ կարդում, բենզին բերել է հենց գերիներին ազատելու մասին է։ Հետաքրքիր է դառնում։ Բենզին բերել է հենց գերիներին ազատելու մասին է։ Կարելի է մտածել, որ հենց գերիներին ազատելու համար է բերվում այդ բենզինը։ Եթե դուք նկատել եք, Հայաստանում ասում են ադրբեջանական բենզին, գնել թե չգնել, իհարկե գնել նրանց համար, ովքեր թքած ունենան ինչի դիմաց, ինչի հետևանքով, ում բենզինն է դա եւ վերջով, եւ չգնել բոլոր նրանց կողմից, ովքեր հասկանում են, որ արժանապատվությունից այն կողմ երևի արդյոք գոյություն չունի։ Եվ այսպես ինչ է նշանակում ադրբեջանական բենզին եւ կա արդյոք այդպիսի բան, թե ոչ։ Ես որոշեցի ոչ թե գուշակել, այլ ուղղակի հարցնել հարստական պատկանության, թե արդյոք Ադրբեջանը ունի սեփական բենզին, թե ոչ։ Հիմա եւ մնացած բոլորը զարմանան, ինչպես թե նավթ արդյունահանող երկիր է, ոնց կարող բենզին չունենա։ Այո, նավթ արդյունաբերելը այլ հարց է, բենզին մշակել եւ այն քանակությամբ, որ դու կարողանաս քո հասարակությանը ապահովել, այլ հարց։ Ադրբեջանական այդ որակի երկրները հիմնականում հումք արտադրող են։ Բենզինը դա արդեն արտադրանք է։ Բենզին արտադրելու համար համապատասխան ձեռնարկություններ են պետք։ Դա նույն նավթը չի, հում նավթը, հա։ Եվ այսպես 24 թվականի ես ձեզ տվյալներով սկսեմ, հա, ընդամենը 2 տարի առաջ։ Ուրեմն Ադրբեջանը ներկրել է շուրջ 262,400 տոննա 92 տեսակի բենզին Բելարուսիայից, Ռուսաստանից եւ Ռումինիայից։ Տեսեք, Ադրբեջանն է ներկրում 25 թվականին 105,000 տոննայով ավելացել է ներկրումը։ Ադրբեջանը որպես երկիր բենզինը ներկրում իր համար, իր կարիքների համար։ Նա շատ քիչ քանակությամբ բենզին է կարողանում արտադրել, այլ չի բավարարում թերգորությունը իր շուկան ապահովելու համար։ Մեկ էլ հոп Ադրբեջանը մեծահոգաբար բենզին է գնում իր համար եւ տալիս է Հայաստանին, այն էլ 100 դրամ, 90 դրամ էժան կան Հայաստանում սահմանված գինը, իմիջիալոց Հայաստանում էլ գինը պատահական չի սահմանվում։ Հայաստանում գինը շատ ավելի թանկ է, քան Ռուսաստանում, նույնիսկ Եվրոպայում։ Դուք այսօր որ համեմատեք, դուք տեսնեք, որ տարածաշրջանում ամենաթանկ գինը Հայաստանի բենզինն է, որը կարգավորվում է ոչ թե շուկայի տրամաբանության մեջ, այլ ներկրողների կամքի եւ մոնոպոլ ազդեցության հիման վրա։ Եվ այսպես Ադրբեջանը բենզին է տալիս Հայաստանին, մի բան որ ինքը չունի իր սեփական կարիքների համար, նա գնում է եւ էներ շուկայականից զգալիորեն 80-90 դրամ ցածր, որը հսկայական հարված է մյուս բենզին կրողների համար, որոնք հանցագործ համաձայնության եկած իշխանությունների հետ պարբերաբար թանկացել են գները բենզինի։ Միջալոց ոչ թե միայն բենզինի, մենք այդ մասին իհարկե խոսելու ենք, որ դուք հասկանաք ինչու այդ ինչպես դարձավ, որ Երևան ավելի թանկ քաղաք դարձավ ապրելու համար, քան Մոսկվա։ Աբսուրդ, բայց դա իրականություն է եւ ինչն է բերում դրա։ Մենք դրա մասին մի քիչ ուշ խոսալու ենք անպայման։ Եվ այսպես երկու հանգամանք Ադրբեջանը Հայաստանին բենզին է տալիս, մի բան որ ինքը չունի, երկրորդը այդ բենզինը վաճառվում է շուկայականից զգալիորեն ցածր։ Եվ այսպես հարց ինչի դիմաց է տալիս,
Եվ այդ ոնց ստացվեց, որ շուկայում գերիշխող ընկերությունները, մոնոպոլ դիրքեր ընկերությունները, որոնք համաձայնվեցված են արտատում Փաշինյան Նիկոլի հետ բնականաբար, թույլ են տալիս, որ հենց այդ Ադրբեջանից, ոչ թե ադրբեջանական, Ադրբեջանով ներկրված բենզինը զգալիորեն ցածր լինի շուկայից։ Պատասխան այսպես կարող է հնչել։ Գինը։ Այդպես է ասում Նիկոլը, որ մարդիկ գայթակղված թքած ունենան հանգամանքների վրա եւ գնեն Ադրբեջանից բերված բենզինը, ոչ թե ադրբեջանական։ Իսկ ինչի դիմաց է այդ բենզինը Ալիևը տալիս Հայաստան։ Ինչ է դիմացը ուզելու, եւ դա որպես ինչ է տալիս։ Թուլամորտներին, խայտարակներին, անիկնասերներին դա որպես կաշառք, հա, ինչպես ворցն են կախում ձկան դեմը, հա, ինչ է դա, գայթակղություն, հա, ինչպես հնդկացիներին փայլփլուն բաներն են ցույց տալի իրենց հողերը ցերքից խլելու համար։ Հիմա Ադրբեջանը Ալբանա Նիկոլ Փաշինյանի ձեռքով այդ փայլփլուն խաղալիքներն է ցույց տալի թուլամորտ հայ բնակչությանը, ավելի ճիշտ հայ բնակչության թուլամորտ մասին։ Եվ ստանում է դիմացը լոյալություն, գնում է դառնում, կաշառում է, որովհետև բենզինը օգտագործում են շատերը։ Եվ 80-90 դրամ տարբերություն դա միանգամից թուլամորտ մարդկանց հիմքերը քանդում է։ Շատերը պատրաստ են մոռանալ ամեն ինչ, եւ այսպես տեստը դրված է, փորձարկումը կատարված է։ Ինչը կլինի հաջորդը։ Մի բան որ Ադրբեջանը պարտադիր չի որ արտադրի։ Ինչ ունի հայը, ինչի կարիք ունի Հայաստանը, որ Ադրբեջանը կարա իր համար առնի, գնի, չարտադրի ու տա Հայաստանին։ Եվ այսպես գործարքը կատարված է, գործարքի դռները բացված են, մոնոպոլիստների հետ պայմանավորված է։ Այսպեսի պայմանավորվածություն մոնոպոլիստների հետ, թող հայրենասերները ձեզանից առնեն թանկգնով, ուրացողները մեզանից, Ալիևից։ Եվ Ալիևը այդ գործողություններով պնդացնում է Նիկոլ Փաշինյանի հիմքերը թուլամորտների ձեռքերով։ Տեսեք, մենք ձեզ կարողացանք կոտրենք, մենք ձեզ կարողացանք գայթակղենք, եւ այդ գայթակղվածները ավելի պիտի կապված անեն Փաշինյան Նիկոլի հետ, որ հնարավորինս ավելի բոնուսներ ստանան էժան բենզինի եւ չգիտեմ բաղը էլ ինչ կլինի առաջարկող, հա, նմանապես։ Եվ այսպես փշրվում է ամեն ինչի այդ միֆը ադրբեջանական բենզինի։ Իսկ բենզին բերելը հենց գերիների ազատելու մասին է։ Սուտ առանց սահմանների ընկերության նախագահ, լկտիություն առանց սահմանների։ Երևի ինչ-որ մի շերտ կա, որոնց վրա դեռ այս հայտարարություններն ազդում են, բայց սա գերիների հետ ոչ մի կապ չունի։ Ավելի ճիշտ գուցե եւ կապ ունի մոռացության իմաստով։ Դու մեզ դուր էժան բենզին, մենք չենք խոսում գերիների մասին։ Այ գուցե այս մասով այս նախադասությունը արդեն հնչում է։ Այո, բենզին բերել հենց գերիների մասին է։ Ուղղակի մենք լռում ենք գերիների մասին։ Այստեղ է պայմանավորվածությունը։ Ճիշտ ասած, այս տվյալները, որ ես կարդացի, ամեն ինչ ընկավ տեղ։ Ինձ համար գոնե ամեն ինչ ընկավ տեղը։ Նախ ես զարմացա առաջին հայացքից ոնց տեղ։ Փաստորեն ինքն այնքան բանանային երկիր է Ադրբեջանը, այն աստիճանի, ոնց է Հայաստանը, ոնց է պղինձը արտահանում է խտանյութը, բայց ինքը պղինձ չի արտադրում։ Մոլիբդեն արտահանում է խտանյութը, բայց ինքը ոչ մի արտադրություն չունի։ Նույն կարգի բանանային երկիր է նաև Ադրբեջանը։ Եվ ավելին, որովհետև եթե Հայաստանում ինչ որ համակարգ այնուամենայնիվ պետք է կերակրվի, ադրբեջանական խանը նույնիսկ դրա կարիքը չունի, որտեղ դա խանական համակարգ է, ինչ համակարգ, ինչ ինստիտուտներ, ամեն ինչ իրանն է, նավթն էլ է իրանը, ժողովուրդն էլ է իրանը, ամեն ինչ իրանն է։ Հայաստանը մի քիչ այլ է, բայց ֆորմացիան, բանանային ֆորմացիան փաստացի նույնն է։ Եվ սրանից հետո ամեն ինչ ընկնում է տեղը, եւ այսպիսի պայմանավորվածությունը արդեն բացատրում է շատ բաներ։ Եվ կանխատեսում է նաև հաջորդ քայլերը,
Այդպես որ բոլոր նրանք, ովքեր այդ բենզինն են լսում Ադրբեջանից ներկրած, դուք ուղղակի իրենց կարող եք ասել, գիտեք ես, սա ադրբեջանական բենզին չի, Ադրբեջանը իր համար առել է ու տալիս է քեզ էժան գնով։ Դե հիմա դու գնա մտածի, ինչի դիմացա քեզ տալի։ Դու արդեն ինչ ես տվել իրան, կամ դեռ տալու ես Նիկոլի ձեռքով։ Եվ ընդ որում քո համաձայնությամբ, որովհետև անվճար պանիրը լինում է գիտեք որտեղ։ Էն էլ թուրքը մեզ անվճար ինչ-որ մի բան տա, զգալիորեն էժան ինչ-որ մի բան տա, մի երկիր, որ խոսում է, պլանավորում է այս երկիրը մասնատելու, ավիրելու մասին էժան բան տա, որ դուք լավ ապրեք, կամ ձեզանից օգուտ լինի, ֆինանսներ խնայեք, չէ, դուք արդեն ինչ-որ մի բան տվել եք, կամ դեռ տալու եք, որի մասին չգիտեք։ Պետք չի ասել լսել կամ մի լսել, ասեք ուղղակի, որ հարգելիս, եղբայր, չգիտեմ, այս բենզինը, որ դու լսում ես, դա ադրբեջանական չի, ուղղակի Ադրբեջանից է բերած։ Դե հիմա դու մտածում, սա դիմաց դու չես վճարելու։ Ադրբեջանը սա առել է իր համար ու տալիս է քեզ, որ դու լսնես։ Ինչի դիմաց, շուտով կերևա։ Եվ այսպես, միևնույն ժամանակ Հաջիևը անհանգստացած պնդում է, որ կառավարությունից բացի նաև հայ ժողովրդի հետ է խաղաղություն կառուցում։ Իրանք արդեն սա երկրորդ անգամ են առանձնացնում ժողովուրդ եւ կառավարություն, հասկանալով հանդերձ, որ այս կառավարությունը դա ժողովուրդը չի, ու տեսնելով հանդերձ, որ այս կառավարությունը չկարողացավ իր առաջ այդ խնդիրը լուծել, եկեղեցին ավիրելու։ Հետևաբար կառավարությունը մի բան է, ժողովուրդը մի բան է, եւ Հաջիևը կարծում է, որ իրենց բենզինը հայ սպառողին էժան տալով ինքը խաղաղություն է կառուցում նաև հայ հասարակության եւ հայ ժողովրդի հետ։ Ես Հաջիևին պետք է տրամադրությունը գցեմ։ Գիտես, Հաջիև, այն մարդիկ, ովքեր ուրանալով շատ բաներ էժան բենզին են լցնում, ձեր բենզինը, նրանք նույն ձև ուրանալու են նաև էժան բենզին լցնելու հանգամանք։ Իսկ մնացածը ձեզանից շատ հեռու է։ Այն մնացած հայ ժողովուրդը ձեր համար անհասանելի է։ Այսօր հասանելի է միայն այն ուրացող մասը, որ էժան բենզինի դիմաց ամեն ինչ պատրաստ է ուրանալու, իսկ այդ ուրացող տեսակ ամեն ինչ ուրանում է։ Վաղը մոռանալու է, որ դու իրան էժան բենզին ես տվել։ Քո բենզինը։ Դա էլ է ուրանալու, որտեղ իր գործը ուրանալն է, իր գործը փախցնելն է։ Հա, որտեղ ինչ-որ մի բան ազատ է դրած իրանով անելը, որտեղ ինչ-որ մի բան թույլ է կանգնած խլելը։ Այդ մասի հետ խաղաղություն, երկարատև ծրագիր։ Ստեղ են ասում good luck։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում այդ մասի հետ խաղաղություն կնքելու գործում։ Բայց երևի դուք եք արդեն հասկացել, որ հայ ժողովուրդի դուք խաղաղության եզրեր չունեք։ Ինչպես արդեն հասկացել եք, որ հայ ժողովուրդը դա կառավարությունը չի։ Հայ ժողովուրդի հետ հնարավոր է խաղաղություն։ Եվ ընդհանրապես հայ ժողովուրդը պատկերացումն ունի ինչ է նշանակում խաղաղություն եւ երբ է դա լինում, ոնց է դա լինում, որովհետեւ խաղաղություն առանց արդարության չի կարող լինել։ Դա կլինի պարտադրված խաղաղություն, որը վաղ թե ուշ պայթելու է։ Միայն արդարության հիման վրա է հնարավոր երկարատև խաղաղություն։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից, Թուրքիայից հատուկ ծառայությունները դրած միկրոսկոպով նայում են հասկանալու համար տրամադրությունները, իմ ձեր, ինչելոց գրեք այս բենզինի պահով ինչ եք մտածում։ Արդյոք դուք գիտեիք արդյոք ձեր համար անակնկալ չէր, որ Ադրբեջանը չի արտադրում բենզին, չունի եւ տալիս է Հայաստանին։ Հա, եւ ինչու է Հաջիևը առանձնացնում կառավարության ու ժողովրդին։ Երբ հասկացան, ինչից հասկացան, որ դա նույն բանը չի, երբ որ ինքը խնդիր ունի հայ ժողովրդի հետ, դուք ճիշտ եք ասում, դուք խնդիր ունեք, ու այդ խնդիրը չլուծվող է։ Քանի դեռ արդարություն չի հաստատվել։ Արդարություն հնարավոր է։ Դա կարող է հաստատի, ասենք, միջազգային դատարանը որոշակի հարցերում, ձեր ներողությունը, արցախցիների վերադարձը, Թուրքիայի ներողությունը, ցեղասպանության ճանաչումը, փոխհատուցումը, այդ ժամանակ խաղաղություն, իսկ ով է դեմ խաղաղության։ Այն ժամանակ կարող է լինի արդարություն եւ արդյունքում
լարվածության իջեցում, բայց դուք էլ պետք է դրան պատրաստ լինեք։ Իսկ դուք սովոր չեք նման հանգամանքների, որովհետև չկա պատերազմ, չկա ձեր համար իշխանություն։ Չկա, ասենք, Նետանյահուի նման երկրի ղեկավարի համար իշխանություն, դուք միայն պատերազմներով եք սնվում ու դուք միայն թշնամու կերպարով կարող եք երկիրը ղեկավարել։ Ունենալ մի թշնամու կերպար, ինչպես Ռուսաստանն անում իրենս Ուկրաինայի, ինչպես ասենք հրեաներն են անում, Իսրայելն անում իրենս, ասենք, չգիտեմ, պաղեստինցիների, Իրանի, ինչպես բոլոր դիկտատորներն են հիմնականում այդպես աշխատել։ Հա։ Նույնը հիմա Թրամփն է անում, օգտագործելով, չգիտեմ, մեքսիկացիներին, վենեսուելացիներին, խաղը։ Իրան թվում է ինքն էլ կարա նույն մեխանիզմով աշխատացնի, իր իշխանությունը պայի, բայց Ամերիկայի պարագայում դա թույլ է լինելու։ Ինչևէ վերադառնանք մեր տնտիներին։ Եվ այսպես հաջիև դուք բացահայտեցիք մեր համար շատ կարևոր բան, որ դուք հասկացել եք, որ կառավարությունը դա իշխանությունը չի եւ դուք խնդիր ունեք, կառավարությունը դա ժողովուրդը չի եւ դուք խնդիր ունեք հայ ժողովրդի հետ։ Իսկ ես ձևերը անկեղծ պարզ ասեցի, ընդ որում ոչ առաջին անգամ։ Մի հետաքրքիր նորություն երևս։ 907-րդ բանաձևն, որի մասին Փաշինյան Նիկոլը եւ Թրամփը համաձայնության եկան, որ դա պետքա վերացվի Ադրբեջանի նկատմամբ, որը դրվել է 92 թվականին, որ նա չի կարող զենք ստանալ, քանի դեռ իր զորքերը չի հանել Հայաստանի տարածքից։ Որպես ագրեսոր երկիր։ Ագրեսոր երկիր է ճանաչվել։ Եվ ինչ է ասում Հաջիևը, որ այդ 9-րդ բանաձևի պահպանումը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։ Պատկերացնում եք։ Պատկերացնում եք։ Ինքը Հայաստանի հետ խաղաղությունը պայմանավորվում է իր երկրի նկատմամբ այդ բանաձևերը հանելու հետ։ Լկտիությունը տեսեք որտեղ է ասել։ Եվ այսպես կարդում ենք, որ չնայած այս բոլոր ջանքերին հանելու վերաբերյալ, հա, ասում է, թե Ադրբեջանի, թե Հայաստանի կառավարությունները դժվարին պայքար են մղում խաղաղության ամրապնդելու համար, շատ դժվարին պայքար են իրենք մղում։ Դրա հետ մեկտեղ, սակայն ամերիկյան կոնգրեսում ոմանք բացարձակապես ավելորդ եւ բաժանարար գծեր ստեղծող օրենսդրական ակտեր են ներկայացնում, ինչպես ներկայացվեց դեկտեմբերի 19-ին, այո։ Դեկտեմբերի 19-ի շրջանառության մեջ դրվեց եւս մեկ բանաձև, որով արգելեց փաստորեն էլի Ադրբեջանին զենք վաճառել։ Այս նախագծով նախատեսվում է արգելափակել ամերիկյան ուղղակի օժանդակության տրամադրումը Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Բաքուն դուրս չի բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, ազատ չի արձակել բոլոր հայ գերիներին եւ չի ճանաչել Արցախահայության հայրենիք վերադարձի իրավունքը։ Իրենք ասում են, այս բանաձևը վտանգում է մեր ջանքերը, իրենց ու Նիկոլ Փաշինյանի ջանքերը, այս բանաձևը։ Հա, դուք մեզ ասում եք դուրս եկեք իրանց ինքնիշխան տարածքից, վերադարձեք ռազմագերիներին, սա վտանգում է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների ջանքերը։ Փաստորեն ամերիկյան կոնգրեսը աշխատում է Հայաստանի շահերի համար, գերիների վերադարձ, արցախայինների վերադարձ, ադրբեջանական զորքերի դուրսբերում հայկական տարածքից։ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները աշխատում են դրա դեմ։ Եվ պարզ ինքը նաեւ Հայաստանի կառավարության անունից ասում է, որ այս բանաձևը խանգարում է մեր ընդհանուր աշխատանքի հաջողության հասնելու համար։ Պատկերացնում եք։ Լրիվ իրենց հայկական կառավարություն։ Վատա, իրոք, իրանք հասկանում են, որ իրենց վիճակը վատա, որտեղ The Times-ը բրիտանական, հա, այնտեղ հոդված էր մի քանի օր առաջ ես ներկայացրեցի, Դենի Քրուգերի հոդվածը, ես հիմա ուզում հայերեն թարգմանությունը ձեզ ներկայացնել, հա։ Ինչ է ասում, սովորաբար այս տարվա ժամանակահատվածը մեծ խնդության շրջան է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար եւ մենք համախմբվում ենք մեր եկեղեցական համայնքների եւ հարազատների հետ։ Այնուհանդերձ մտածելով հավատակիցների մասին ես հիշում եմ նրանց, ովքեր այժմ հարձակումների են ենթարկվում։ Հալածանքներ Չինաստանում, սպանություններ Նիգերիայում եւ բարձրացնենք ալիքը
Արևմտյան Աֆրիկայում քրիստոնեության համակարգված բնաջնջումը մերձավոր արևելքում եւ հյուսիսային Աֆրիկայում եւ այսպես կենսականորեն կարևոր է որ քրիստոնեական ժառանգություն ունեցող ազգերը թիկունք չդարձնեն իրենց պատմությանը։ Ես խորապես մտահոգված եմ նրանով, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում աշխարհի ամենահնագույն քրիստոնյա երկրում։ Ավելի քան 1700 տարի առաջ Հայաստանը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց որպես պետական կրոն, եւ նրա հավատքն այդ օրվանից ի վեր անսասան է մնացել։ Այն դիմակայել է Սեֆյան Իրանի, Օսմանյան կայսրության ու Թուրքիայի, ապա նաև Խորհրդային Միության դաժան օկուպացիաների։ Այսօր այն դարձյալ հարձակման է ենթարկվում, բայց այս անգամ ներսից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դաժան գրոհ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար։ Սա գրում է բրիտանական The Times-ը։ Եկեղեցին, որին սատարում է հայերի 90%-ը, ընկալվում է որպես քաղաքական ընդդիմություն։ Փաշինյանը հետևում է ավտոկրատ առաջնորդների գործելավոճին, նշանակել մրցակիցների որպես պետության թշնամիներ, ապա օգտագործել պետական լծակները նրանց ոչնչացնելու համար։ Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով։ Մի քանի հայ եպիսկոպոսներ, այո, Փաշինյանը պահանջում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեի հեռացումը, օգտագործում է ձերբակալությունները հոգևոր դասի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց ծիսակարգերից հանեն կաթողիկոսի հիշատակումը։ Մի խոսքով բավականին մանրամասն եւ ամփոփ ներկայացված է ինչ է կատարվում Հայաստանում։ Սամվել Կարապետյանցի մասին է գրած, որպես եկեղեցու ամենակարգառող աջակից, նույնպես ձերբակալվել է պետական այս արշավի պայմաններում իր հնչեղ աջակցության համար։ Որպես պատիժ կառավարությունը բռնազավթել է նրան պատկանող ազգային էլեկտրական ընկերության վերահսկողությունը, ինչպես որ վարվել է եկեղեցական բազմաթիվ ակտիվների հետ։ Հայաստանի թշնամիները տեսնում են այս պառակտումը, Թուրքիան շարունակում է ժխտել հայերի պատմական ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը հերքում է իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողությունների համար, որոնց հետևանքով 120,000 հայ քրիստոնյաներ փախչեցին փրկելով իրենց կյանքը։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման պառակտում, քանի որ գտնվում է վտանգավոր վիճակում շրջապատված թշնամական պետություններով, որոնցից յուրաքանչյուրն իր հավակնություններն ունի հայկական հողերի նկատմամբ։ Ես միայն կարող եմ աղոթել, որ Փաշինյանը որոշի փոխել իր միտքը եւ հաշտվի հայ եկեղեցու հետ, ես կասեի հաշտվի իրականության հետ։ Աշխարհի բոլոր քրիստոնյաները նույնպես պետք է լսելի դարձնեն իրենց ձայնը։ Դենի Քյուրգեր, Մեծ Բրիտանիա, Ռեֆորմ կուսակցության պատգամավոր։ Եվ այսպես, սա որ դնում ենք այս հայտարարությունների կողքը, հասկանում ենք, որ Հաջիևի մտահոգությունները իզուր չեն, հասկանում է, որ միջազգային ասպարեզում Փաշինյանը արդեն ներկայացում է որպես բռնակալ, նրա գործողությունները Հայաստանում չեն գտնում իրենց պատկերացած աջակցությունը, որոնցով կարող են օրինակ տապալել եկեղեցին։ Իսկ այն հանգամանքը, որ 31-ի գիշերը շատ ավելի մարդ էր ներկա պատարագին, քան երբևէ եղել է, այդ մասին ես երեկ իմացա անգելոջիցս, դա վկայում է մի բան, որ այս բոլոր արշավանքները եկեղեցու նկատմամբ ավելի մոբիլիզացնում է ժողովրդի հավատքը, ավելի իմիաբերում, արթնացնում է հայ մարդուն, որովհետև մեր Սասունցի Դավթի Հայկի պատգամներից մեկը արթուն լինելն էր, հիշենք։ Եվ Փաշինյան Նիկոլը փաստորեն արթնացրեց հայ մարդուն, ուղարկեց եկեղեցի, պնդացրեց եկեղեցու դիրքերը եւ ստիպեց կաթողիկոսին արտահայտել մեր սրտի պատգամները։ Մենք հələ Փաշինյան Նիկոլին երևի սահման նույնիսկ պետք է շնորհակալություն հայտնենք, բայց սա տեսնում է նաև Հաջիևը եւ հասկանում է, որ ինչ էլ որոշի, ինչ էլ քննարկի Փաշինյան Նիկոլի հետ, միևնույնն է, հայ ժողովրդի հետ ինքը լեզու չի գտել եւ չի էլ կարող գտնել։ Ոստի ցանկացած, չգիտեմ, դա կլինի ճանապարհների բացում, նույնիսկ խոսակցություն թե ադրբեջանցիներ պետք է վերադառնան
ցանկացած խնդիր հայ ժողովրդի հետ ինքը մնալու է ուղակի օթի մեջ դա չի լուծվելու որովհետև հայ ժողովուրդը իր համաձայնությունը դրա մեծաշոր չի տվել Բրիտանիայում խոսում են դրա մասին Ամերիկայի Միացյալ Նահանգներում խոսում են դրա մասին Բաքուն շատ լավ հասկանում է մնում է իրոք հասկանա նաև Մոսկվայում հասկանա Թրամփը եւ այն բոլոր երկրները, որոնք դեռ աջակցում են Փաշինյան Նիկոլին, որ Փաշինյան Նիկոլը եւ հայ ժողովուրդը դրանք տարբեր բևեռներ են նույնիսկ ծայրահեղ իրարից հեռու գտնվող բևեռներ են, որ նույնիսկ չեն էլ հատվում, որտեղ ցանկացած կառավարություն երբեմն ինչ որ հատվում է իր ժողովրդի հետ, հա, հատման կետեր ունի, կարող են դրան համաձայնություններ լինել, բայց հայկական իրականության մեջ այս երկու հասկացողությունները կառավարություն եւ ժողովուրդ եւ պետական շահեր սրանք նույնիսկ չեն հատվում այն աստիճան որ բարձ արդեն գրում է արևմտյան մամուլը սա էլ ապացույցն է նրան որ քիչ բայց սկսում է խոսվել դրա մասին այսինքն եթե մենք մի քիչ աշխատենք այս ուղղությամբ եթե կաթողիկոսը իրոք կարողանա սա դնի քաղաքական ռելսերի վրա օրինակ ես երեք առաջարկեցի ինչպես մեր եպիսկոպոսներից մեկն էր առաջարկել որ կաթողիկոսը հրավիրի ի վերջո հանդիպում Երուսաղեմում ոչ միայն հոգևորականների բարձրաստիճան հոգևորականների հետ այլ նաև համայնքի բոլոր համայնքների ազդեցիկ ղեկավարների հետ ի վերջո որոշում կայացնեն Հայաստանի ապագայի վերաբերյալ այս համաշխարհային իրավիճակում Հայաստանի դերի, Հայաստանի ընկալման վերաբերյալ հղումներ, ուղերձներ անեին, հա? Ովքեր են պատասխանատու սրա համար, ովքեր ինչպես պետք է վերաբերվեն այն խնդիրներին, որոնք Հայաստանում առաջացել է։ Այսօր դրա իրավունք ունի կաթողիկոսը, որովհետև այսօր ինքն ավելի ժողովրդական է, ավելի ներկայացչական է, քան երբևէ որովհետև Փաշինյան Նիկոլի խոսքը արդեն հասկանալի է որ հայ ժողովրդի խոսքը չի եւ դրա խոսքի իրավունքը այսօր ստացել է կաթողիկոսը եւ դա շատ ճկուն կարող է ինքը օգտագործել ես ցավոք սրտի ոչ մի երկ չունեմ կաթողիկոսի նման առաջարկներ անելու բայց այն մարդիկ այն կազմակերպությունները որոնք կարող են խոսել իրեն եւ ասել վերապար վերց ձեռքը վերցրու քո ձեռքը Հայաստան պետության սանձերը գոնե քո մասով եւ այդ մասին աշխատանք տար եւ դա կլինի մեր պետականության փրկությունը ոչ միայն եկեղեցու ամրապնդումը անվիճելի ամրապնդումը այլ նաեւ մեր պետականության փրկությունը ինչպես արդեն կաթողիկոսները հստակ հասկացել որ չկա պետականություն եւ չի կարող լինի նաեւ եկեղեցի առնվազն գոնե իր ղեկավարության տակ։ Ես կարծում եմ այստեղ կա նաև անձնական շահագրգռվածությունը, որ կաթողիկոսը ի վերջո նախաձեռնի նման թեման դա կլինի ուղիղ ինչպես ես նկարագրեցի թե մոտավորապես ինչ-որ մի բան, դա արդեն թողում ենք իրենց հայացողությանը։ Ես ինչպես խոստացել էի բացատրել թե ինչպես է դառնում Հայաստանում իրավիճակ Երևանում ապրել ավելի թանկական Մոսկվայում եւ ինչպես կարող էր Ադրբեջանից ներկրված բենզինը վաճառվել Ալիևի ուզած գնով որովհետեւ Հայաստանում չկա շուկայական տնտեսություն չկա կարգավորում հայ եթե հնարավոր է օրինակ Ադրբեջանից ներկրված բենզինը վաճառել 80-90 դրամ էժան ինչու այս հական մոնոպոլիստական այս կազմակերպությունները եւ սա վերահսկող մարմինները օրինակ հարց չեն բարձրացնում 90 դրամ ավելի թանկ վաճառող ընկերություններին տուգանելու, հա, իրենց դիրքերը չարաշահելու վերաբերյալ։ Չէ՞ որ այստեղ ակնհայտ կոռուպցիա կա։ Փաստորեն հնարավոր է, որ Հայաստանում բենզին էժանը լինի։ Եվ ոչ միայն բենզինը։ Բայց չի։ Եվ այսպես փորձենք հասկանալ ովքեր են այդ ընտանիքները, այդ օլիգարխները եւ ինչպես են Հայաստանը հալանում։
Այս ցուցակը կազմելիս Ազատությունը հետաքրքիր ձև է ընտրել, սկսել է նրանցից, ովքեր հանդիսանում են Իմ քայլը հիմնադրամի ամենամեծ նվիրատուները։ Սա արդեն բանալին է, թե ովքեր են օգտվում արտոնություններից եւ մոնոպոլիաներից Հայաստանում։ Եվ այսպես առաջի տեղում է Սամվել Ալիսանյանը, նույն լֆիկը, որը 1.1 միլիոն դոլար վերջի 2 տարիներին կառավարության այսքան հարկային արտոնություն է ստացել 1.1 միլիոն դոլարի հարկային արտոնություն է ստացել իր եւ հարազատների բիզնեսները սպասարկելու համար, հա։ Իսկ ամենացցուն օրինակը Alex Textil-ն է, որը փաստորեն $290,000 իրավունք է ստացել, որ չմուծի բյուջե, որի դիմաց ինքը պետք է ավելացնել աշխատատեղերը։ Եվ փաստացի, երբ 23-ին ուներ ինքը, ասեն, 959 աշխատակից, 24-ին գրացել է մենակ 698-ը։ Ու դից իջացել է, ստացել է արտոնություն մեր աշխատատեղեր ավելացնելու համար եւ փաստացի կրճատում է աշխատողներին։ Ես կասեի կրճատում է գրանցված աշխատողներին։ Հա։ Եվ հետաքրքիր է մյուս բանը, որ կառավարությունը $290,000 արտոնություն է տվել մի ընկերության, որը 2 տարվա ընթացքում ոչ թե ընդլայնել, ավելի քան 2 անգամ կրճատել է աշխատակիցների թիվը։ Պատկերացնում եք, ու ստանում է շարունակում է ստանել այդ արտոնությունը։ Այսինքն ինքը ստանում է արտոնություն ինչ-որ մի բանի դիմաց, չի կատարում դա, հələ 2 անգամ կրճատում է, բայց շարունակում է ստանալ այդ արտոնությունները։ Ինչի դիմաց։ Մի մասը գնում է ուղիղ իր գրպանը, մյուս մասը նվիրատությունով Իմ քայլ։ Լավ կաշառքի ձևա, չէ՞։ Իսկ հետաքրքիրը գիտեք որն է, որ Սամվել Ալիսանյանի դուստերը ստանում է $150,000 մաքսային արտոնություն, մի քանի ամսվա ստեղծված հիմնարկ, որը ուներ այդ ժամանակ ընդամենը մեկ աշխատող։ Մեկ աշխատողով հիմնարկ եւ ինքը ստանում է $150,000 արտոնություն։ Ու խոստանում է մինչեւ 2028 թիվը 50 աշխատատեղ ստեղծել։ Մեկ աշխատող ունի $150,000 տալիս են արտոնություն, որ ինքը մինչեւ 28 տեղը 50 աշխատատեղի մասին է խոսքը ընդամենը։ Բացի դրանից, մենակ 24-ին $451,000 մաքսատուր վճարելու պարտավորությունից է ազատվել։ Կես միլիոն դոլար ջրել են հարկային պարտականությունները։ Մյուսը բանն է գալիս Բարգավաճ Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյան, Շշի Մելոն նախկիններից է, ուժեղ նախկինը, ուժեղ։ Ընկերությունը $900,000 չի վճարել պետությանը։ $900,000։ Պատկերացնում եք, չի վճարել։ Ու այդ նախկինը ջրվում է։ Լավ նախկին է, չէ՞։ Լավ են խաղում, չէ՞, ներկա նախկիններով։ Այմջելոց այդ արտոնությունը ջրել են իբր պայմանագրի դիմաց, որ ինքը պետք է ավելացնի արտադրությունը եւ աշխատատեղերը։ Ինքն էլ Սամվել Ալեքսանյանի նման կրճատել է իր աշխատողների քանակը, հավենայն դեպս գրանցված աշխատողների քանակը, դա էլ պետք է ասել։ Իսկ նույն Շշի Մելոն 24 թվականին 40 միլիոն արտոնության դիմաց խոստացել էր 40 նոր աշխատատեղ ստեղծել։ Հա, բայց խոստում էլի չի կատարել, բայց չի խանգարել, որ հաջորդ տարի 78 միլիոն արդեն արտոնություն ստանա, բայց արդեն 15 աշխատատեղ բացելու դիմաց։ Փաստորեն 15 աշխատատեղ բացելը պետության վրա խոստումը արժեցել է $570,000։ Ու էլի չի արվել։ Բնականաբար Շշի Մելոն էլ իր ինտերվյուներին ասում է հարցազրույցներին, որ ինքը ստորանում է Փաշինյան Նիկոլին, բայց գիտեք արտոնությունները ինչի համար են ստանում նախկիններ։ Մյուս կարկառունը Վիվարոյի Վիգեն Բադալյան, Ալեն Սիմոնյանի ընկեր։ Իսկ այս բادرգայում ինքը իր արտոնությունների համար նույնիսկ չի ներկայացրել ոչ մի բիզնես ծրագիր, ոչ մի բիզնես պատմություն, արտոնություններ է ստացել է։ Ուղղակի մի բանի համար։ Ալեն իր կրիչն։
ոչ մի բացատրություն ինչի դիմաց է ստանում, ինչ բիզնես անցյալ ունի, ինչ պետք է անի, ոչ մի բան, ուղղակի ստանում է, որովհետև potential։ Այս նախկիններից լավ արտոնությունները ստանում նաև հիշում եք Արտաշես Թումանյանին։ Արտաշես Թումանյանը Սերժ Սարգսյանի կասեմ աշխատակազմի ղեկավարն էր։ Հետո կարծեմ գնաց Իրանում դեսպան։ Նախկին, շատ ուժեղ նախկինը, շատ ուժեղ, շատ։ 2024-ին $150,000 մասատուր վճարելու պարտականությունից է ազատվում Արտաշես Թումանյանի տղու ընկերությունը, որի միջալոց Փաշինյանի խորհրդականն է, այդ նախկին Արտաշես Թումանյանը։ Այդ արտոնությունների ստացողների մեջ է նաև Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունները, խոսքով խայտարակ հիմա հասկանում եք ինչով է պայմանավորված։ Ես հենց որ գնեմ ժողովուրդ այնքան շատ են սրանք։ 15 ընտանիքներ տնօրինում են Հայաստանի տնտեսության առնվազն 16%-ը, ամենախոշորներին ասեմ, դրանց մեջ են Լֆիկենք, Ծառուկյանները, Գրզոն Սուկասյանները եւ Քոչարյանները եւ Վարդանյանները Grand Candy-ի։ Առանց մենակ 22-ի ներքին գործերի նախարարության առանց մրցույթի $81 միլիոն մեքենային գրե Քոչարյանից 81 միլիոն, այն որ իրար չեն սիրում, այն որ ներկա նախքին, այն որ պետք է տանի KGB-ի պատվալները լցնի։ $81 միլիոն մենակ 2022 թվականին Toyota-ից Նիկոլը լավություն անում բանին։ Նույնը Ծառուկյան Գագոյի իր այդ Ալենի մեքենան բա որտեղից էին գնել։ Ծառուկյան Գագոյի հիմնարկից։ Էսա արդյունքում որ նայում ենք, արդյունքում sense որ գնամ այնքան կա։ Արդյունքում որ նայում եք մի բան է ապացուցում, որ Հայաստանի տնտեսության գները, սպասարկման գները, դա լինի ապահովագրության խայտարագների աճ, դա լինի բանկային ծառայությունների մահաճ սպասարկումների աճ, դա լինի սպառողական ապրանքների, գազ կլինի, մեքենա կլինի, բենզին կլինի, ինչ ուզում է լինի, տիրապետում են 15 ընտանիքները։ Այդ 15 ընտանիքների մեջ են բազարները, որտեղ նախքին ներկաներ չես հասկանում ով է նախքին արդեն ով է ներկա, բոլորը նույնն են։ Ով կպատկերացնի, որ Սերժ Սարգսյանի բանը, ասենք, աշխատակազմի ղեկավարը դառնալու Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ասեք, այն ուրիշ ինչ եք ուզում, ժողովուրդ ջան։ $81 միլիոն, որ Նիկոլը ուղակի նվիրի բանին, Քոչարյան Ռոբերտին։ Ինչա, այն ուրիշ մեքենա ներկրող չկար, դիզե հնարավոր չէր մեքենա գնել, այնպես Քոչարյան Ռոբերտից այդ ամեն ինչը, բա ինչի դիմաց է Քոչարյան Ռոբերտի բանը, խմբակցությունը վերընկած ազգային ժողովում։ Դրա դիմաց էլ վերջում 3 միլիոն նվերաստանում պատկերացում։ Այս ամեն ինչի դիմաց։ Ось 15 ընտանիքները այս մոնոպոլ համաձայնության մեջ եկած աստիճանաբար ամեն օր բարձրացնում են ծառայությունների եւ ապրանքների գները։ Եվ իդեպ պետդեպարտամենտը զեկույց ունի, մեզ դա մասին եմ կողտում, ուզում կարդամ ձեզ, որը նշում է, որ Հայաստանը համակարգային կոռուպցիայի երկիր է։ Եվ դրա համար էլ Հայաստանում օտարերկրյա ներդրողներ գոյություն չունեն։ Այս բոլոր խնդիրների հակիրճ ներկայացությունը կարելի է գտնել ամերիկյան Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Հայաստանի ներդրումային դաշտի մասին ամենամյա զեկույցում, Վաշինգտոնում արձանագրում են։ Շուկայական մրցակցությունը ընդհանուր առմամբ բարելավել է, բայց մի շարք ոլորտներում ընդամենը, մնացած տեղերում երեշում են մոնոպոլիաները։ Եվ դրա համար Հայաստանում չկա օտարերկրյա ներդրումներ, այստեղ նա թիվ էլ կար։
Եթե ասենք 24 թվականին եղել է 899 միլիոն, 25-ին դարել է 143 միլիոն դոլարի ամեն։ 890-ից 143 այ չէ 29։ Այս ամեն ինչը մենակ մի բան է ասում, որ Հայաստանում սնտա ինչ անել Միացյալ Նահանգների պետդեպը ընդգծում է իշխանությունները պետք է կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային դարձնել։ Համակարգային կոռուպցիա չկա, չնայած վարչապետն այս բանն է ասում, բայց պետդեպը ուղիղ ու բաց տեքստով պնդում է Հայաստանում կոռուպցիան շարունակում է խոչընդոտ մնալ ներդրողների համար։ Ի վերջո, այն մարդիկ, որոնք բողոքեն Հայաստանի գներից եւ դա բողոքելու թեմա է, սպասարկման գներից, բանկային աշխատանքից, ապահովագրություն, կապ եւ ամեն ինչ, որ աննորմալ եւ անտրամաբանական թանկ է, պետք է նկատի ունենան, որ դա թանկ է ոչ թե պատահական, այլ համակարգված, համաձայնվեցված կառավարության եւ այդ 15 ընտանիքների միջև փոխհամաձայնության արդյունքում։ Դրա համար էլ ոչ մի մրցակցային դաշտ չկա մեծ հաշվով։ Շատ ինչը փոքր ոլորտներում կարող է լինել, որը այդքան տնտեսապես հետաքրքիր չի ուղղակի իրենց։ Այնքան մանր է, որ դրա ետևից չեն ուզում գնալ, բայց հիմնականում ինչից որ կախված է մարդու կյանքը, հիմնական ծախսերը որտեղ որ գնում են, բոլոր մոնոպոլիաները իշխում են 15 ընտանիքները, որոնք օրեկան, ամսեկան կտրվածքով 1%, 0.5%, 1%, պարբերաբար բարձրացնում են գները, որի արդյունքում Հայաստանը ոչ միայն տարածաշրջանի այս Անդրկովկասի, այլ ամբողջ նախկին սովետական տարածքում դիտարկվում է որպես ամենաթանկ ապրելու համար երկիր։ Եթե մեկը ինձ մի օր ասեր, որ Երևանը ավելի թանկ կլինի իր ապրելու համար, քան Մոսկվան, ես կասեի դա հնարավոր չի։ Իսկ ես կարող եմ վստահեցնել, երբ որ ես թռնում եի Երևան Ֆրանկֆուրտով, դուք Ֆրանկֆուրտի օդանավակայանի ռեստորաններում ցանկացած տեղ կարող եք նստել, ինչ որ պետք է ձեզ պատվիրել, առանց նայելու նույնիսկ գնացուցակին։ Եվ հետո համեմատել նույն բանը Երևանի հետ, կտեսնեք տարբերությունը, որ մի 20-30% օդանավակայանում, նույնիսկ Ֆրանկֆուրտի, դուք ավելի էժան եք վճարել, ավելի էժան, քան եթե նույն բանը դուք փորձեն անել Երևանում։ Օդանավակայանում է դա ամենաթանկ տարածքն է բոլոր երկրների համար։ Երևանը հասել է այդտեղ։ Մեկ բանի արդյունքում, որ մրցակցության դաշտ չկա։ Դե հիմա արդեն պարզ է, չէ՞, ինչպես է հնարավոր մանիպուլացնել Ադրբեջանից բերված բենզինի գինը, որովհետև եթե լիներ շուկայական ազատ տարածք բենզինի վաճառքի համար, հնարավոր չէր Ադրբեջանից բենզին բերել ու այդ զգալի գնային տարբերությամբ վաճառել թուլամորթ մարդկանց վրա, եւ Ադրբեջանում էլ հույս արտնասնել, թե հայ ժողովրդի հետ սենց խաղերով հնարավոր է չգիտեմ, հաշտության գալ, այսինքն պարտադրել իրենց օրակարգը, դա հաշտություն չի ամեն դեպքում, հանկարծ ոչ մեկի մտքով թող չանցնի, որ դա հաշտություն է, չէ, ուղղակի իրենց օրակարգն են ուզում պարտադրել հայ ժողովրդի վրա, նման ձևերով։ Մի ուրիշ հայտարարման 25 թվականին վարչակալությունները հավաքագրել են 1 միլիարդ դրամ, պատկերացնում ես, որի կեսը գոյացել է այգիների վարչակալությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ներդրում չանող եւ պարտքեր կուտակող վարչակալներին սննկացում է սպասում օրինակ Գագիկ Ծառուկյանին, որը 22-ից ի վեր ունի 30 միլիոն դրամի պարտք։ Երևանի այգիների 65%-ը վարձակալված է եւ կադաստրային արժեքի 1%-ից էլ քիչ են վճարում դրա դիմաց։ Նույնիսկ այդքանով հանդերձ դրանք օլիգարխները չեն վճարում իրենց վարձակալության տարածքը վարձակալելու դիմաց։ Ընդ որում այդ վարձակալությունն էլ գրած է միջև պայմանագիրը միջև 22-րդ դար, պատկերացնում եք։ Հետո ուզում եք, որ Հայաստանում բան լինի, անդիմադիր դաշտ լինի, այս օլիգարխները կամ նախկին իշխանավորները լուրջ մտածեն ժողովրդի համար ինչ որ պայքարի դաշտ ձևավորել, իրանց իրավունքների համար պայքարել, չէ, ժողովուրդ ջան։
իրենք իրենց հանցագործ շահերն ունեն, որը բնականաբար մեր հետ ընդհանուր բան չունի, մենք պետություն ենք կորցնում զուգահեռ, իրենք փող են աշխատում դրա վրա, թքած ունենալով վերջնական արդյունքի վրա, առանց հաշվի առնելով, որ նման կերպ շարունակելու պարագայում գուցե մի օր իրենց ունեցածներ կկորցնեն, այսինքն առնվազն գոնե այն ինչ որ Հայաստանում, բայց ագահությունը կուրացել է այդ մարդկանց։ Ցավոք ոչինչ այս առումով ես չեմ կարող անել, գոնե այս պահին։ Իսկ անտերությունը հասել է այն աստիճանի, որ սրանք 50 քպեականները Սևան ազգային պարկի աշխատակիցների մեկը 50 հատ մորթած ձիը վաճառել գումի շուկայում։ Պատկերացնեք։ Եվ այսպես վիճաբանություն է եղել, վիճաբանության մասնակիցների մի կողմում եղել են Սևան ազգային պարկի տնօրեն ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մյուս կողմից պողակի տնօրեն ներողություն ՍԱՏՄ, ճիշտ ասած չհասկացա սա ինչ ապավում է, մի խոսքով Տիգրան Պետրոսյանի ղեկավարությամբ այդ կառույցները, մյուս կողմից Սևան ազգային պարկ պողակի տնօրեն Կարեն Մնացականյանի օգնական ծովագործի Սպարտակ Թովմասյանը։ Պարզում է Սպարտակ Թովմասյանը իր գոմերում պահել է 70 գլուխ ձի, որոնցից մոտ 50-ը մորթվել են ոչ սպանդանոցային պայմաններում։ Միսը մաս առ մաս տեղափոխվել է Երևան գումի շուկա, որտեղ իրացվել է որպես ցլիկի միս։ Տեղեկությունը հասել է ՍԱՏՄ տեսչական մալնի աշխատակիցներին։ Նրանք ծովագյուղ են մեկնել ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսը առգրավելու նպատակով։ Ըստ աղբյուրի Թովմասյանը դիմադրել է տեղի ունեցել քաշքշուկ աղմուկ վիճաբանություն, որի ընթացքում նրան հաջողվել է մսի մի մասը դուրս բերել եւ փրկել առգրավումից։ Ինչ ասեմ։ Սա Փաշինյան Նիկոլի Հայաստանի վիճակն է։ Կարծում եմ մենք պետքա ոչ սրա չզարմանայինք դեպքի վրա։ Ուղղակի ամեն ինչ անհանգստացնող է, շատ անհանգստացնող է, որովհետև նույնիսկ այն մարդիկ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց այս ապօրինի գործունեության, այս հանցավոր համաձայնության արդյունքում չի բացառում, որ իրենք էլ են ցլիկի միս գնելու փոխարեն գնել ձիու միս։ Եվ իրենք էլ են այսպես թե այնպես տուժում եւ բանկային, եւ ապահովագրական, եւ ցանկացած սպասարկում եւ ապրանք, որոնք իրանք սպառում են հայկական տարածքում, պետք է հասկանան մի բան։ Դրա պատասխանատու նաեւ իրենք են։ Ամեն ինչի նաեւ մեղավորն են իրենք, որ այս վիճակն է Հայաստանում։ Սա մեկ մարդու մեղքի բաժին չի, սա մեկ մարդու պատասխանատվության տակ չի, սա հանրային պատասխանատվություն է, հանրային։ Ու ես չեմ կարծում Հայաստանը բոլորը երջանիկ են այս գնային քաղաքականություններից, սոցիալական վիճակից, քաղաքական վիճակից, որը այսպես թե այնպես մտնում է բոլորի տները։ Ուղղակի շատ քչերն են հասկանում, որ դրանց պատասխանատուն անմիջապես նաև իրենք են։ Պետք է հասկանանք, որ մեր այսօրվա իրականության մեջ Սասունցի Դավիթներ չկան։ Եթե մարդը չի ուզում ինքը իր Դավիթը լինել, ինքը իր կյանքի համար Դավիթ լինել, ինքը շարունակել է նույն թանկ միսը, այն էլ հայտնի չի ինչ միսա սպառելու, նույն թանկ վառելիքը, հա, նույն թանկ բանկային համակարգը, նույն ամեն ինչը օրեկան թանկացնելով, ինքը իր ազատությունը դրա դիմաց վաճառում է այդ օլիգարխներին։ Դե վերջում էլ մնալու առանց պետություն։ Սա ամենավատը չի, որ դու աղքատանում ես, ամենավատը այն է, որ քեզ աղքատացնելուց բացի, քեզանից խլելու է նաև քո հայրենիքը։ Եվ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ։ Ուր էր թե մեր երկրի ամենամեծ խնդրեմը կոռուպցիան լիներ։ Ուղղակի այդ կոռուպցիան բերում է նաև այլ հետևանքների։ Այսօր այդ կոռուպցիան արդեն հասել է երկիրը վաճառելու մակարդակի։ Թե չէ կոռուպցիա, մենք ասեն Ռուսաստանում էլ կա։ Ուղղակի Ռուսաստանի կոռուպցիան երկրի ազգաբնակչության վերացմանը չի բերում։ Չէ, ինչ որտեղ վնասում է անշուշտ, բայց իրան էկզիստենցիալ խնդիր իրենց համար չի ստեղծում։ Մեր մոտ արդեն դա հասել է դրան։ Եվ դրա պատասխանատվությունը հավասարաբար կտրում ենք բոլորս։
Նույնիսկ ես, որ Հայաստանում չեմ ապրում այս բaragայում, բայց ի՞նչ կապ ունի։ Չէ՞ որ իմ ընտանիքն է անդեր, չէ՞ որ իմ ամեն ինչն է անդեր։ Նայեք ձեր, ովքեր ապրում են Սփյուռքում։ Հետաքրքիր նորություն, որ փոքրիկ Իսրայելը զինում է հսկայական Հնդկաստանին 8.7 միլիարդ դոլարի զենքի գնման գործարք։ 8.7 միլիարդ դոլար զենք վաճառում Իսրայելը Հնդկաստանին այն պարագայում, երբ որ Թրամփի ադմինիստրացիան պայմանագիր ընկում չէ, հաստատում օրենքով, ես ցույց տամ, 8.6 միլիարդ դոլարի օգնություն տա Իսրայելի։ Իսրայելը 8.1 միլիարդ դոլար զենք տալիս Հնդկաստանին, 8.6 միլիարդ զենք ամերիկան տալիս է Իսրայելին։ Ճիշտ ասեցի։ Իսրայելը վաճառում Հնդկաստանին, ամերիկան Իսրայելին։ Հա։ Այսինքն է լինում բիզնեսը, այսինքն են կառավարում երկիրը։ Դա բան եմ ասում։ Ամենայն վստահությամբ, պատասխանատվությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ թե բարեկամն է Իսրայելի, չէ, գաղութն է, գաղութ։ Մարդիկ ապրում են, մարդիկ աշխատում են, հարկերը վճարում են, որ ամեն ինչը գնա Իսրայելին։ Նվիրեն Իսրայելին, Իսրայելը վաճառի Հնդկաստանին։ Այսպիսի դարեր են կապ։ Եվ այսպես երկու առաջ Թրամփը շնորհավորել էր, ոչ թե շնորհավորել էր իր աջակցությունն էր հայտնել Իրանում ցուցարարներին եւ սպառնացել էր հարձակվել Իրանի վրա, եթե նրանք բիրտ ուժ գործադրեն ցուցարարների վրա։ Եվ միանգամից պատասխանը ստանում են Իրանից։ Ինչի մասին։ Հիշեցնում են, որ ամերիկյան փրկությունը իրանց պետք չի։ Իրենք տեսել են ամերիկացիները, օրինակ ոնց են փրկել Իրաքում, ոնց են փրկել Աֆղանստանում, ոնց են փրկել Գազայում, հենց հիմա փրկում են, հա։ Տեսել են եւ հրաժարվում են ամերիկյան փրկության ծրագրին եւ ասում են, որ ուղիղ տեքստով հեռու մնացեք Իրանից եւ մի փորձեք տարբեր պատրվակներով մտնել Իրան։ Սա ձեր տարածքը չի։ Ոչ մեզ փրկելու, ոչ առավելևս մեր նկատմամբ պատերազմ հայտարարելու միջոցով դուք ուղղակի չեք կարող լինել այստեղ։ Իսկ երեք արդեն Նյու Յորքի քաղաքապետը երթում տվեց եւ հետաքրքիր է գիտեք, որ հրեաներով լի ամենամեծ քաղաքն աշխարհում երկրորդը, որտեղ ամենամեծ քանակությունն են հրեաները, այդ համարյա հրեական Նյու Յորքի քաղաքապետը երթվեց Ղուրանի վրա։ Այո, Ղուրանի վրա երթվեց, որովհետև Իրանից առաջ Էրիկ Ադամսը, սևամորթը, երթվել էր բանի վրա, Աստվածաշնչի վրա, Բիբլիայի վրա։ Իսկ դրա նախորդողը երթվել էր Տորայի վրա։ Ով ինչին հավատում է, նրա վրա էլ հաստորեն երթվում է։ Եվ այս հանգամանքը, որ նա երթվել էր Ղուրանի վրա, մեծ դժգոհություն եւ աղմուկ առաջացրել հենց հրեական լոբիստական ընկերությունների եւ MAGA-ի մոտ, որ սպառնում են ֆոնդերի կրճատումով, սպառնում են վատ հետևանքներով Նյու Յորքի, բայց տեսնենք 34 տարեկան հրեա ներողություն մահմեդականը պակիստանցին դառավ պաշտոնապես արդեն Նյու Յորքի քաղաքապետ եւ խոստացել է Նետանյահուին ձերբակալել առաջին իսկ այցի ժամանակ, եթե նա գա Նյու Յորք։ Նետանյահուն էլ իր հերթին խոստացել է անպայման գա Նյու Յորք։ Տեսնենք ինչով կավարտվի այս բանավեճը։ Իսկ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ զինել Թեհրանին։ Օրական ես երեկեցրա մասին ասի, որ օրական պարբերաբար մեծ քանակությամբ զենք հատեղափոխվում Իրան, որովհետև ամենայն լրջությամբ պատրաստում է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարվածել Իրանին, որովհետև Նետանյահուի վիճակը իրոք քաղաքական իմաստով շատ բարդ է Իրանում, ներողություն, հենց Իսրայելում եւ իր համար քաղաքական լուծումը ինքը տենց է պատկերացնում երկրորդ պատերազմը այս տարվա առաջինն է, բայց մեկ տարվա մեջ արդեն երկրորդ պատերազմը Իրանի նկատմամբ եւ սրան շատ լուրջ են վերաբերվում եւ Իրանում եւ Մոսկվայում եւ Չինաստանում
ու Չինաստանն էլ իր հերթին է զգուշացնում Իսրայելին, որ ոչ միայն նման բան չանի, Իսրայելին հայտարարում է ուղղակի ցեղասպան երկիր Չինաստան, ու ամեն գնով պատրաստ է աջակցել Իրանին։ Ասում են վատ է Նետանյահուի գործերը, որովհետև նախկին IDF հետախուզության գեներալը ինքը փաստորեն բացահայտում է, որ ինքը ուղարկել է, զգուշացրել է Նետանյահուին հոկտեմբերի 7-ի հարձակման մասին։ Պարզ ասում է, որ Նետանյահուն տեղյակ է եղել հոկտեմբերի 7-ի հարձակման 23 թվականի վերաբերյալ ու ոչ մի միջոցառում փաստորեն ինքը չի իրականացել։ Եվ ոչ միայն չի իրականացել, նույնիսկ հրաման է եղել 6 ժամ թե 5 ժամ չմիջամտել, չարձագանքել, դուրս չգալ զորամասերից Իսրայելում։ Դա եմ ասում, այս ամեն ինչը շատ լուրջ է եւ այս process-ը կանգնացնելու միակ տարբերակը մնում է երկիրը քաշել պատերազմի մեջ, հենց Իսրայելը, որը շատ վատ հետևանքներ է ունենալու Իսրայելի համար։ Ես տեսել եմ իրենց իրանական նոր բալեստիկ հրթիռները, ոչ մի այդ իրենք են ասում, չէ՞ որ հակօդային պաշտպանություն ունեն, բայց չի կարողանում բորսալ։ Անցած պատերազմներ ցույց տվեց, որ հասավ, իհարկե մի քանիսը ոչնչացվեցին, բայց հասան այդ հրթիռները, իսկ այս նորերը ընդհանրապես չեն էլ օգտագործվել այն ժամանակ։ Սա շատ վատ հետևանքներ է ունենալու Իսրայելի համար, բայց Նետանյահուն, ինչպես Ալիևը, ինչպես Պուտինը, այն հոգեբանությամբ են ապրում, որ իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ, քան իրենք ողջ են, պետք է մնան իշխանություն։ Թե դրանից հետո ինչ կլինի, իրենց դա առանձնապես ոնց թե վստահաբար չի հետաքրքրում։ Եվ այսպես վերջանը վերադառնանք մեզ մոտ, մենք այսպիսի իրավիճակ ունենք Հայաստանում, քաղաքում, այո, ոչ ձյունն է մաքրվում, ոչ անիվներն են փոխվում, մարդիկ կարող են Երևան քաղաքում շարունակել չզբաղվել քաղաքականությամբ, բայց այս ամեն ինչը չի փոխվելու։ Իրենք ստանալու են այդ ամեն ինչի հետևանքները։ Ու մենք Ժորժան, մենք չենք կարող հույս ունենալ, որ մեր խնդիրները լուծվելու են մեզանից հեռու մեր փոխարեն։ Այ երբ որ մեզանից հեռու են լուծվում ու մեր փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում, մենք ստանում ենք սա։ Շիրազ, ասում է հայոց եղերնը ով մտքից հանի, նա է թշնամին նոր Հայաստանի։ Սենց անեմ որ երևա։ Ինչու ես սրանով ավարտում այսօրվա հաղորդումը, սենց ուզում սա մասին խոսել, որ հետաքրքիր ասում մարդիկ ոնց են պայքարում իրենց կրոնի համար, բայց ինչքան տհաճությամբ են ապրում հենց այդ կրոնի օրենքներով։ Ես որ իմացա երեկվա այդ ակտիվությունը Մայրաթողում, թե ինչքան մարդ էր հավաքվել այդ պատարագին, իմ համար շատ ոգևորիչ էր այդ ամեն ինչը, բայց երբ որ այսօրվա այս Լիխտենբերգի տողերը կարդացի, այո, ինչքան շատ մարդ կա պաշտպանող հայ կրոնը, բայց իրականում դրանցից քանի տոկոսն ապրում հենց այդ կրոնի կանոնների պահանջներով։ Սա այս դոգմատիկ իմաստով չեմ ասում։ Այսօրվա այս խոսքերը իմ համար շատ ավելի կիրառական նշանակություն ունեն, քան երբևէ, որովհետև դրանից շեղվելու հետևանքները մենք այսօր բոլորս կրում ենք մեր վրա։ Բոլորս մենք մեզանից շատերն են, չէ՞, իրոք պաշտպանում եկեղեցուն։ Ես այն բաների ների հետևորդներին չեմ անդրադառնում։ Ես հիմա խոսում եմ մեր մասին, մեր բոլորի մասին։ Այո, մենք հիմա աջակցում ենք, չէ, եկեղեցուն, բայց արդյոք մենք այս աջակցելու նաև համաչափ ապրում ենք ոչ թե եկեղեցական կանոններով, այլ պարզ բանաձևերով, որին հետևում է ցանկացած կրոն, չեմ ասում հենց մենակ քրիստոնեականը։ Այ եթե մենք նույն ջերմեռանդությամբ, նույն հավատով, չասեմ, սկզբունքայնությամբ ապրեինք հենց նույն ձևով, մեր այսօրվա շատ խնդիրները ինքնաբերաբար լուծված կլինեին, հավատացեք։ Սա ես նաև ասում եմ իմ համար, թող ոչ մեկ չընկալի, որ սա քննադատություն է իր նկատմամբ, սա հիշեցում է ընդհանրապես։
սիրել եկեղեցին, սիրել կրոնը, հավատալ, կամ ցանկացած կրոն, ցանկացած ուսմունք, դա չի կարևորը։ Կարելի է, բայց դա գործի կեսն է։ Այն ամենակարևոր կեսը, որ իրականացնում է, ամբողջացնում է այդ հավատքը, դա ապրելակերպն է։ Ապրելակերպ, որը բերում է հետևանքների։ Ցանկացած գործողություն բերում է հետևանքների, իսկ գործողությունների հիմքում ընկած է միտքը, ինչին ես հավատում, ինչ ես ուզում, հետո ինչ ես անում եւ ինչ է ստացվում։ Այս երամիասնությունը չի կարող մեջտեղում կոտրվել, երբ որ կոտրվում ունեն կոտրված պետականություն։ Երբ որ ինքը համաչափ է, սահուն է, մարդ մտածում է այն, ինչ անում է, ունենում է հետևաբար ճիշտ արդյունք։ Իսկ մեզ մոտ ոչ թե երբ փեղված ենք, մենք շատ ժամանակ փեղված ենք, մտածում ենք մի բան, խոսում ենք մի բան, անում ենք լրիվ երրորդ բանը։ Եվ դա ոչ միայն բերում է կործանումի պետականության հարաբերությունների, այլ նաև առողջության քայքայման։ Հա, ժամանակակից գիտությունների մեջ կա պսիխոսոմատիկաանալիզ այդ ոլորտը, որը շատ առողջական խնդիրներ բացատրում է հենց այս մոդելի մեջ, որ մեզանից մեծ մասը մտածում է մի բան, խոսում է այլ բան, որը արդեն բանա դիսոնանս է իր օրգանիզմում։ Եվ ամենակարևորը գործողություններում այլ բան է անում։ Գործողություններում անում է երրորդ բանը։ Ու այս վիճակը պատկերացեք ոնց որ միշտ բանա երկրաշարժ լինի, միշտ ցնցումներ։ Մարդու օրգանիզմը, պետությունը, հարաբերությունները չեն կարող դիմանալ անընդհատ այս ցնցումներին։ Երբ որ մարդը այս երամիասնության մեջ, հարմոնիայի մեջ է, նորից ունենում է ճիշտ արդյունք եւ ապրում է այլ միջավայրում, ոչ թե նման միջավայրում, որ մենք ենք ապրում։ Իսկ մեր միջավայրը ստեղծել ենք մենք։ Այո, ինչքան էլ բան լինի սա մասին խոսալը ցավոտ եւ դաժան ընկի, այս միջավայրը մենք ենք ստեղծել մեզ համար։ Ուրիշ ոչ մեկ։ Ես ընդհանրապես առաջարկում եմ սա մասին մտածել ու վերանայել։ Ձերս մեզ սա ամեն օրվա աշխատանք է, ամեն օրվա։ Սա մի բան է, որ իմ կյանքի անբաժանելի մասն է։ Ամեն օր վերանայել, ամեն օր փորձել գտնել այն դիսբալանսը, որ կա իմ մտքի, խոսքի եւ գործողությունների մեջ, ու անընդհատ իրենց վերաշփկել, ասեն շիլիֆով կանել, հարթացնել, որ ինքը դառնա մի ամբողջություն։ Հենց դարձա մի ամբողջություն, մենք բոլորս դա կունենանք։ Մենք բոլորս կտոնենք մեր հաղթանակը։ Այս լավ նոտայի վրա ուզում այսօր ավարտել։ Լավ մնացեք։